Հանուն Հոր և Որդու և Հոգու Սրբո, ամեն։ Մի քաղաքում մի դատավոր կար, որ Աստծուց չէր վախենում, մարդկանցից չէր ամաչում։ Որն է քաղաքը, ով է դատավորը։ Քաղաքը յուրաքանչյուր մարդ է, բնակիչը հոգին է, բնակարանը մարմինն է։ Մեր հոգին մեր մարմնի բնակիչն է և մեր մարմինը նպատակ, իմաստ և խորհուրդ ունի, որ պահի ու պահպանի մեր հոգին։ Ինչպես յուրաքանչյուր քաղաք ունի պարիսպներ և այդ պարիսպների վրա կան դռներ և լուսամուտներ, այդպես էլ մեր մարմինը մեր հոգու քաղաքն է ու պարիսպն է, իսկ դռներն ու լուսամուտները մեր զգայարաններն են, աչքերը, ականջները, շոշափելիքը, ճաշակելիքը, հոտոտելիքը և ամեն ինչ, որ աշխարհում տեղի է ունենում, այս դռներով ու լուսամուտներով է մեր ներս մտնում։ Մեր զգայարանները դռներ ու լուսամուտներ են դեպի աշխարհ, և ինչ որ տեղի է ունենում դրսում, այս ճանապարհով են ներս մտնում, և մենք իմաստուն պետք է լինենք, ամեն բանի առջև մեր դռներն ու լուսամուտները չբացենք, փակենք չարարարների հանդեպ, բացենք բարեկամների հանդեպ, բարի խորհուրդներ, բարի մտածումներ, բարի տեսումներ թույլ տանք, որ մտնեն մեր մեջ և չարի համար արգելք լինենք, փակենք մեր դռներն ու լուսամուտները, որպեսզի չարը մեր հոգու մեջ չմտնի։ Բայց այս քաղաքի դատավորը, որ է միտքը, իմաստուն չէր, ուշադրություն չէր դարձնում քաղաքի բնակչին հոգուն, այլ միայն մարմին էր լսում, և այն միտքը, որ հոգու ձայնը չի լսում, այլ միայն մարմնի թելադրանքներն է կատարում, անիրավ դատավոր է։ Ինչու՞, որտև Աստծուց չի վախենում, մարդկանցից էլ չի ամաչում։ Ինչու միտքը, անիրավ միտքը Աստծուց չի վախենում, որտև անիրավ միտքը Աստծուն չի տեսնում։ Եվ ինչու անիրավ միտքը մարդկանցից չի ամաչում, որտև մարդիկ էլ այս անիրավ միտքը չեն տեսնում։ Ինքն Աստծուն չի տեսնում, մարդիկ էլ իրեն չեն տեսնում, և այդպես անիրավ դատավոր է դառնում միտքը։ Եվ սկսում է Աստծո արդար դատաստանը թյուրել, ճշմարիտ դատաստան չի տեսնում, որտև անպատկառ է, Աստծուց չի վախենում, մարդկանցից չի ամաչում։ Մարդիկ մեղք չեն գործում Աստծո վախով և մարդկանց ամոթով։ Եվ այն մարդիկ, ովքեր Աստծուց չեն վախենում և մարդկանցից չեն ամաչում, անամոթ ու անպատկառ են, անամոթաբար մեղքեր են գործում, առանց Աստծո վախի և առանց մարդկանց ամոթի։ Եվ հա այս անիրավ դատավորը այդպիսին էր, Աստծուց չէր վախենում, մարդկանցից չէր ամաչում, միշտ մարմնի կամքն էր կատարում, հոգուն խնամք չէր տանում, և բայց հոգին ունի զորավոր զենքեր, որ աղաղակում է, ապստամբում է անիրավ մտքի դեմ, որն է հոգու զորավոր զենքը, խղճի ձայն, աղաչանքը, պաղատանքը, ինչքան էլ մենք մեղ գործենք, մեր խիղճը մեր դեմ է դուրս գալ, բայց անիրավ դատավորը անընդհատ հետաձգում էր, խղճի ձայնին չէր լսում, ասում էր, այրի կնոջ դատը չեմ տեսնի, այրի կինը հոգին է, որտև յուրաքանչյուր մարդու հոգի հարսն է Քրիստոսի։ Մենք մեզ չենք պատկանում, այլ Քրիստոսի արյան գինն ենք, և Քրիստոս իր արյամբ է մեզ գնել, և եթե մենք զրկում ենք հոգին Քրիստոսից, ապա հոգին այրիանում է, կորցնում է Քրիստոսին,
եւ աղաղակում է մտքի դեմ, որ իմ ոսոխի դեմ իմ դատը տես, հոգին եւ մարմինը ցավոք սրտի անիրավ մտքի պատճառով դառնում են թշնամի, ոսոխն է հոգու մարմինը, եթե միտքն անիրավ է, եւ հոգին դատապարտում է մտքին, ասում է իմ ոսոխի դեմ իմ դատը տես, իմ թշնամու դեմ իմ դատը տես, հոգու բաժինը տուր, միայն մարմին խնամք մի տար, բայց երկար տարիներ չէր լսում անիրավ դատավորը, միտքը հոգուն չի լսում, միայն մարմնի կամքն է կատարում, մեղքեր, անիրավություններ է գործում, բայց մի օր անդրադառնում, այսինքն զղջում է իր չար ընթացքի համար, որ հոգին աղաղակում է, չի դիմանում խղճի խայթերին, աղաղակներին եւ ասում է արդար դատաստան տեսնեմ, թեպետ մարդկանցից չեմ ամաչում, Աստծուց չեմ վախենում, որտեղ միտք եմ, ոչ ոք ինձ չի տեսնում, ես էլ ոչ ոքի չեմ ճանաչում, բայց քանի որ այրիկինը հոգին աղաղակում է իմ ներսից, դատը տեսնեմ, եւ այսպես անիրավ դատավորը դատաստան տեսավ, հոգու բաժինը հոգուն տվեց, մարմնի բաժինը մարմին տվեց, հոգու բաժինը որն է, աղոթքը, պահքը, Աստված պաշտությունը, առաքինությունները, եկեղեցասիրությունը եւ այս բոլորը տվեց հոգու, մարմնի բաժինը որն է, սնունդը, կերակուրը, խնամքը եւ այսպես այս քաղաքում համերաշխություն տիրեց, անիրավ դատավորը դարձավ արդար դատավոր եւ հոգին էլ այլևս մարմնի թշնամի չէ, ոչ էլ մարմինն է թշնամի հոգում, համերաշտ սիրով ապրում են, միտքը իբրև արդար դատավոր, հոգին ու մարմինը իբրև բարեկամներ եւ ոչ թե թշնամիներ, ուրեմն մենք կարող ենք մեր քաղաքում համերաշխություն ու սեր հաստատել, հոգին ու մարմինը համերաշխ սիրով պետք է ապրեն, եթե դատավորը իմաստուն է, եթե միտքը եւ կառավարը ճշմարիտ է, ուրեմն հաստատենք այդ խաղաղությունը մեր քաղաքում, թող սեր ու համերաշխություն լինի մեր հոգու եւ մարմնի միջեւ, ամեն